Պարոն Նիկոլ Փաշինյան, մենք սարսափելի հոգնած ենք ձեր սուտ օդի մեջ կրակելու այս բարբաջանքներից։ Մանավանդ ինչ վերաբերում է վեհափառ Գարեգին երկրորդին, որ ոչ մի վեհափառ էլ չէ։ Քանի անգամ ես պետք է որպես ականատես բերեմ այստեղ Վենետիկի Մխիթարյան միաբանության բանահայր Հայր Ներսես Տեր Ներսեսյանի վկայությունը, սա բամբասանք չէ, սա իրականություն է։ Կտրիշ Ներսյանը 70-ական թվականներին Ավստրիայում կատարել է մարդասպանության փորձ։ Նա դանակահարել է մի տղամարդու, որից հետո նրան փախցրել է KGB-ն Մոսկվայում պահել, որպեսզի չհասնի նրան ավստրիական կամ գերմանական այս ոստիկանությունը։ Եվ այդ հանցագործությունը վաղեմություն չունի։ Այն պահին, երբ որ կատարվում է քրեական հանցագործություն, նման քահանա է, թե աբեղա է, թե եպիսկոպոս է, թե պապ է, թե ով է, դադարում է նա այլևս կարգազուրկ է եւ վտարված է եկեղեցուց։ Ահա ինչու մենք նրան անվանում ենք Կտրիչ Ներսեսյան։ Նա երբեք չի եղել բավերական, ոչ եպիսկոպոս, ոչ էլ հիմա փաստորեն ինչ է այդ կոչվում, կաթողիկոս, որ երրորդը չգիտեմ։ Հիմա ինչ ենք ուզում։ Այդ որ ստից խոսում ես, պիղծ կանանք հատեսել եւ այդ կանանցից մեկը բա ինչի դուրս չի գալի եւ վկայում բռնաբարությունը, որ դա իր մասնագիտությունն էր։ Այդ որ նախ կարող եք Ավստրիայի իշխանություններից վերցնել այդ ռեպորտը դանակահարության եւ դա նորից եմ ասում վաղեմության ժամկետ չունի եւ դրա հիման վրա քրեական գործը վերաբացել եւ նստացնել նրան Կտրիչ Ներսեսյանին բանտում։ Նա ոչ մի կաթողիկոս էլ չէ, նա չունի ոչ մի գիտելիք եւ առաջնորդություն չունի նա։ Նա չի կարող առաջնորդել Սուրբ Լուսավորչի եկեղեցին։ Ահա ինչու նա զբաղված է եղել նեպոտիզմով, իր ծանոթների այս բանդան բերելով խցկելով եկեղեցի։ Եվ մյուսը, դուք չգիտեք, որ արքեպիսկոպոս Ներսես Տեր Ներսեսյանը մահացավ, երբ որ նույն Գարեգինի բանդան իր եղբոր տղանթով, ես չգիտեմ, այդ մասին փնտրեք ձեր միլիցիայի այդ ռեպորտներում, որ իհարկե երևի Սերժիկի հետ ծածկադմփոց են արել, բայց նրան ծեծելով սպանեցին, ուղեղի ջարդվածքով նրան տարան հիվանդանոց եւ այնտեղ մահացավ։ Ինչու, որտեղ նա առաջադրել էր իր անունը որպես կաթողիկոս եւ նաեւ Գանձարանի բանալիներ ուներ իր ձեռքում եւ նա հրաշալի հոյակոպ մարդ էր, ես նրան անձամբ գիտեմ։ Բա ինչու այդ գործը չեք բացում։ Այդ ոնց եղավ որ հայոց եկեղեցու ուսմունքից դավանաբանությունից ոչինչ չի մնացել եւ ոչ մեկը չի խոսում։ Ով էր խոսում, խոսում էր Տեր Գյուրեղը միայն, միակ մի մարդը, Տեր Գյուրեղը։ Ես իրեն վաղուց գիտեմ դեռևս նա ռեժիսորական ֆակուլտետում էր սովորում Գայաստան Թատերական ինստիտուտում, որից հետո հրաշալի մեծ չարչարանքներով անցնող քահանա էր ինքը։ Այդ ոնց եղավ, որ ահա վթարից մահացավ, ինքը մահացավ, բայց այն վարորդը, որ իր կողքին էր, նա չմահացավ։ Եվ ահա Էջմիածնի տվյալները այլ բան էին ասում, եւ ահա տեղի հեղինակությունները միլիցիայի ուրիշ բան էին ասում, հակասող իրար օրերի եւ դեպքի։ Սա կազմակերպած սպանություն էր։ Հայր Գյուրեղը սպանվեց կազմակերպած Կտրիչ Ներսեսյանի կողմից, բա ինչու այդ գործերը չես բացում։ Հոգնել են լսի մի բան, որ քո ուժը չի պատում, չգիտես ինչպես անես։ Ամեն ինչը ձև ունի, ոչ մեկը չի կարող եկեղեցու ներսում կատարվող բաները օրինակ այդ շնացումները, պոռնկացում է, կարգազուրկ է, դա մեր գործը չէ, դա պետք է լինի հատուկ կոմիտե, եթե չկա այդ իրենց գործն է, ավելի լավ է եկեղեցին փակել տվեք, բայց եթե կրոնավորը ով ուզում է դա լինի, կատարում է ոճրագործություն, հանցագործություն, այդ գործը արդեն տեղափոխվում է աշխարհիկ դատարան, հանցագործություն, արդեն ես իմ նկատմամբ կատարել այդ մարդը հանցագործություն։ Իմ 1993 թվականի օգոստոսին իմ ձերբակալել տվեց։ Չգիտեմ ինչու, իմ ձերբակալել տվեց Կտրիչ Ներսեսյանը։ Ինձ տվան այդ Միասնիկյանի շրջանի միլիցիայի բաժանմունքը
եւ մի օր պայեցին այնտեղ պատվալի մեջ եւ այդ օֆիցերը ինձ ի վերջո երեկոյան կանչեց վերև եւ ասեց ես չգիտեմ ինչ անեմ այս Գարեգինը Ներսիսյան հրամայել է որ քեզ վրա մենք գործներ դնենք եւ բանտարկենք քեզ եւ ինձ ասում է ես չգիտեմ ինչպես վերաբերվեմ այս խուլիգանների հետ ուզում են ասել որ խուլիգանական գործ դնեն քեզ վրա իբր թե դու ծեծել ես քահանային տեր մամրեին դու պատկերացեք ինչ աստիճանի ստորություն է սա Փարքասո ես իմ ծանոթներ ունեի միացյալ նահանգներում ամբողջ աշխարհը ինձ գիտի իմացեք դա ես ընտրել եմ աղքատություն իմ կամքով ես ընտրել եմ լինելու ոչինչ չունենալու ոչ մի անուն իմ կամքով հանուն իմ սիրո դեպի Տեր Հիսուս Քրիստոսը բայց սենատոր Դեմենիչին կարողացավ ինձ օգնել եւ 10 օրում ես հեռացա Հայաստանից Կտրիչ Ներսիսյան իբր թե ասում է ես կաթոլիկ քարոզիչ եմ բա դու ինձ քարոզիչ ես քրդի Նավրուզի ես կաթոլիկ առաքելական օրթոդոքս հավատք ունեմ հիմնված լուսավորչի Նարեկացու շնորհալի վրա մանդակոնի վրա եւ ոչ ոք չի կարող իմանալ ես այստեղ վկայում եմ հայոց առաքելական եկեղեցու կաթողիկե եկեղեցու մասին եւ բոլորը սովորում են ինձնից նույն այդ կաթոլիկ քահանաներն եւ եպիսկոպոսները ով ես դու այդ ճիվախ այդ քրդի ոչնչություն լսում եի որ դու երիտասարդ տարիքում տրոլեյբուսներում ջեփկիր էիր հիմա դառել ես կաթողիկոս եւ քեզ վրա ոչ մեկը չի կարողանում ինչպես է ցույց տա քո իրական երեսը եւ դնի քեզ բանտի մեջ եւ ազատի մեր ժողովրդին որովհետեւ մեր ժողովուրդը այլևս քրիստոնյա չէ նրանք չգիտեն ինչ է քրիստոնեական հոգին նրանք չգիտեն ինչ է սուրբ հոգին նրանք չգիտեն ինչ են 10 պատիրանով ապրելը նրանք դարձել են արդեն անասունից ավելի ցածր քո պատճառով որովհետեւ ասում է ազգը սուրբ է երբ ունենում է սուրբ քահանա Ուրեմն մենք սուրբ քահանաներ չունենք, մնացածները վախկոտի մեկն են, ինչպես քո ամբողջ ազգն է, փափուկ տեղ է փնտրում, չոր տեղ է փնտրում միայն որ պարկի, եւ այդ ազգի ներկայացուցիչը դու ես, այդ ովքեր են քեզ ծափահարում, վեհապար հայրապետ կոչում, վեհապար հայրապետը կոչելով չէ, էությամբ է, եւ հիմա այդ հաստատ մենք այս գարշելի ներկայացումը, թե իբր թե Փաշինյան Նիկոլը կզցնում է եւ Կտրիչ Ներսիսյանեն նորից եմ ասում դու չես կարող նրան կզցնել միջև չապացուցես նրա քրեական հանցագործությունները եւ այդ քրեական հանցագործությունների համար նրան հասնում է մահապատիժ վկա է Աստված